Ողջույն բոլորիդ, ձեզ ես Ալեքս ու դուք գտնում եք իմ Alex TV YouTube-յան ալիքում։ Այսօր նկարում ենք հերթական շատ հետաքրքիր տեսանյութը, որը կոչվում է Vlada 4-ի Top 10 ամենաթանկարժեք իրերը, որոնց արժեքները ձեզ հաստատ կապչեցնեն։ Բայց մի տեսանյութին ասել եք, խնդրեմ փոքրացնեք տեսանյութը, բաժանեք ալիքին, դնեք լայքեր, որպեսզի շատ շուտով հասնենք 10,000 բաժանով։ Դե ինչ գնացինք։ Ուրեմն Vlada 4-ի ով համարվում է ռուսական YouTube-ի ամենահայտնի յութուբերը, իսկ ամբողջ աշխարհում ուշադրություն 9-րդ ամենահայտնի յութուբերը եւ նրա 10 ամենաթանկարժեք իրերից առաջին հորիզոնականը զբաղեցնում է ուշադրություն մի պայուսակ։ Այո, ճիշտ լսեցիք, պայուսակ։ Ուրեմն վերջին տարիներին հայտնիություն է ձեռք բերել մի պայուսակների եւ ոչ միայն պայուսակների, օրինակ դրամապանակների, ճամպրուկների եւ նմանատիպ բաների մի բրենդ, որը կոչվում է Gayard։ 2023 թվականին A4-ին որպես հայտնի յութուբեր, չուզենալով հետ մնալ հայտնի մարդկանցից, նույնպես գնում է այդ պայուսակից։ Հիմա կարող եք տեսնել այդ պայուսակի լուսանկարը։ Այս պայուսակի արժեքը $6000 է։ Հələ այդքան էլ թանկարժեք չի, դուք սպասեք վերջին հորիզոնականներին։ Ինչ ասում ենք երկրորդ հորիզոնականներից։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում են միանգամից 2 ժամացույցներ, որոնց պատմված են ամբողջությամբ բրիլյանտներով։ Կարող եք տեսնել նրանց նկարները։ Ուրեմն առաջինը Rolex ժամացույցը, որը պատված է, ինչպես ասացի, ամբողջությամբ բրիլյանտներով, նրա արժեքը ուշադրություն $50,000 է։ Երկրորդ ժամացույցը, որի անվանումը դներիք ես չեմ կարող հիշել, բայց կարող եք տեսնել այստեղ, մոտ $70,000 արժի։ Այսօրվա տեսանյութում եւս մեկ ժամացույցից եմ խոսելու, սպասեք այդ ժամացույցի գինը ուղղակի կապչեցնենք։ Մենք երրորդ հորիզոնականին գնացինք։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է նրա ամենաառաջին մեքենան։ Երբ նա նոր էր սկսել իր կարիերան, նա գնեց իր առաջին մեքենան, որը Mustang էր։ Կարող եք հիմա տեսնել այդ մեքենան։ Այս մեքենան միշտ ինձ զարմացրել է իր տեսքով եւ երբ նայում ես այս մեքենային, մտածում ես, որ այն շատ թանկարժեք է, բայց իրականում այն իր տեսքի համար բավականին էժան արժե։ Այն արժե մոտ $20,000-30,000, բայց հետագայում նրա մեքենաների գները ուղղակի համբերիկ։ Անցնում ենք 4-րդ հորիզոնականին։ Ուրեմն 4-րդ հորիզոնականը զբաղեցնում է նրա մեքենաներից մեկը, որը նա ձեռք է բերել բավականին շուտ, բայց ոչ ոք չգիտեր այդ մեքենայի մասին։ Ինչու, որովհետև նա մտածում էր, որ այդ մեքենան հետաքրքիր չլինի իր հետևորդներին։ Այդ մեքենան Mercedes Maybach S450 է, կարող եք տեսնել այդ մեքենան։ Այս մեքենայի գինը շատ հարաբերական է եւ կախված է թե նրա տարեթվից, թե վիճակից։ Ես փնտրեցի եւ գտա տարբեր արժեքներ եւ ուշադրություն, այս մեքենայի արժեքը $50,000-ից $150,000 է։ Անցնում ենք 5-րդ հորիզոնականին, որտեղ կրկին մեքենաներ են, բայց ուրեմն 5-րդ հորիզոնականը զբաղեցնում են միանգամից 2 մեքենա։ Առաջին մեքենան Mercedes-Benz G63 AMG է, ինչպես սիրում ենք մենք հայերս ասել Yashik։ «2021 թվականի արտադրության մոխրագույն գույնի եւ նրա արժեքը ուշադրություն $230,000։ Նա երկրորդ մեքենա Lamborghini Performante։ Այս երկու մեքենաները նա գնել է միաժամանակ եւ Lamborghini արժեքը $250,000 է։ Այսինքն նա երկու մեքենաների վրա միաժամանակ ծախսել է համարյա $500,000։ Անցնում ենք 6-րդ հորիզոնականը։
6-րդ հորիզոնականը զբաղեցնում է նրա ամենաթանկարժեք ժամացույցը, որի մասին ես խոսում էի մի քանի հորիզոնական առաջ։ Դա Richard Mille ժամացույցն է, որը համարվում է ամենաթանկարժեք ժամացույցների բրենդներից մեկը։ Այդ ժամացույցի արժեքը $400,000 է։ Հիմա կասեք, ոնց կարա այս ժամացույցը $400,000 լինի, բրիլյանտներով պատված ժամացույցը $50,000 է, իսկ այս որ ոնց որ ռեզինի տպար լինի $400,000 է։ Այս ժամացույցի ամբողջ միտքը իր ներսում է։ Ժամացույցի գնի 90%-ը կազմում է իր մեխանիզմը։ Հիմա կարող եք տեսնել ինչ է կատարվում այդ ժամացույցի մեջ։ Իսկ այդ ռեզին թվացող հատվածը ամբողջությամբ կերամիկ է։ Անցնում ենք 7-րդ հորիզոնականը։ Ուրեմն 7-րդ հորիզոնականը զբաղեցնում է նրա ամենանոր եւ ամենաթանկարժեք մեքենան՝ Mercedes-ի էքսկլյուզիվ արտադրությունը։ Մեր բոլորի կողմից սիրված Yashiq-ը, բայց 4x4 շատ մեծ անվադողներով։ Կարող եք տեսնել հիմա այդ մեքենան։ Ուրեմն այս մեքենան նա գնել է $550,000, իսկ հետո էլ մոտ $30,000 ծախսել է, որ այդ մեքենան ամբողջությամբ պատի իր չիպսի տիպերով, հա, սենց ասված։ Հիմա կարող եք տեսնել, թե ոնց է ստացվում։ Հիմա հասանք ամենաթանկարժեք հորիզոնականներին, որոնք անցնում են $10 միլիոնավոր դոլարներ։ Ուրեմն նա անցած ամառ ասաց, որ նա Թուրքիայում բացել է ակվապարկ։ Հիմա կարող եք տեսնել այդ ակվապարկը։ Ոչ մի տեղ ասված չէ, թե որքան արժի այդ ակվապարկը, բայց ես փնտրել եւ գտել եմ, որ այդ ակվապարկը արժի մոտ $35 միլիոն։ Պատկերացնում եք ինքը այն մակարդակին ասել, որ ինքը ապրում է Ռուսաստանում, բայց Թուրքիայում բիզնես է գործում։ Դե ինչ, 9-րդ հորիզոնականը։ 9-րդ հորիզոնականը զբաղեցնում է իր չիպսերի բրենդը՝ Lava չիպսերը։ Այն նրան տարեկան բերում է $10 միլիոնավոր դոլարներ։ Եվ 2023 թվականի տվյալներով այդ բիզնեսը արժի մոտ 4 միլիարդ ռուբլի, այսինքն $40 միլիոն։ Բայց այդ տվյալներից անցել է 2 տարի եւ պարզ չէ թե հիմա որքան կարժենա, պետք է սպասենք տարեկան հաշվարկներին։ Եվ ուշադրություն, 10-րդ հորիզոնականը, նրա ալիքի արժեքը։ Անցած վիդեոում երբես չէի ասել Mr. Beast-ի ալիքի արժեքը, բոլոր կոմենտներում ինձ ասում եք ինչի չասացիր, ես այդքան սպասեցի, բայց սպասեք, նրա ալիքի արժեքը դուրս է գալու շորտով։ Եվ ուշադրություն, A4-ի ալիքը, որը ունի ավելի քան 82 միլիոն բաժանորդ, 33 միլիարդ դիտում եւ YouTube-ից ստանում է անկրկնելի եկամուտ, չնայած որ հիմա Ռուսաստանում սանկցիաներ են եւ հող շատ քիչ է գալիս, նույնիսկ կարողա չի գալիս։ Եվ ուշադրություն, նրա ալիքը գնահատվում է 50-ից մինչև $100 միլիոն։ Նրան տարիներ առաջ, եթե չեմ սխալվում, 2021 թվականն էր, եւ նրան $50 միլիոն էին առաջարկել, բայց նա հրաժարվել էր վաճառելու։ Շատ հնարավոր է, որ ես արժեքի հարցում սխալվեցի, քանի որ ես դա մասնագիտության հարցրել ու պարզը որ մենք չգիտենք նա ինչքան եկամուտ է ստանում YouTube-ից, իսկ ալիքի արժեքը հետո եկամուտից է կախվում։ Բայց դե ես վստահ եմ A4-ին չի ծախի իր ալիքը նույնիսկ $100 միլիոն դիմաց, քանի որ մենք գիտենք, որ նա YouTube-ի միջոցով շատ ավելի շատ գումարներ կարող է աշխատել։ Դե ինչ այսքանն էր իմ այսօրվա տեսանյութը, թե կոմենտների բաժնում գիրեք, թե ում top ամենաթանկարժեք բաները կցանկանաք, որպեսզի ներկայացնեմ հաջորդ վիդեոում, իսկ դե ես Ալեքսը ստեցին, պակաս